Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line շանթյուղի եթերում ես Դավիթ Պետրոսյանն եմ, բարև ձեզ։ Այսօր հետաքրքիր զրույց է լինելու, քանի որ տաղավարում կյանքի որակ կենտրոնի տնօրեն էպիգենետիկ Գեորգի Ավագյանն է, բարև ձեզ։ Դոկտոր Միրզաբեկ, այդպես է աշխատանքային անունը մեր հյուրի։ Դոկտոր Միրզաբեկ, անցյալ անգամ մենք խոսեցինք հենց կյանքի որակի մասին։ Դուք ասեցիք, որ կյանքի որակի հարցը շատ ժամանակ կախված է մեզնից, մենք դրան ինչպես ենք վերաբերվում եւ մենք ինքներս կարող ենք դա լավացնել այնպես, որ մենք ընդունենք դա որպես լավ կյանքի որակ։ Հիմա խոսենք մի քիչ մարդկային հարաբերությունների մասին, կին-տղամարդ եւ հասկանանք, այդ հարաբերությունները ինչ որ այդպիսի մի արդեն կայուն մի բան է, որ այդպես է, տղամարդը սա, տղամարդն է, կինն է, ինչ որ մի բան փոխել, ձգտել լավացնել եւ գալ ներդաշնակության։ Այ նպատակը դնենք դա։ Ինչպես անենք, որ հարաբերությունները տղամարդու կնոջ, եթե դա ընտանիք է ընտանիք, եթե աշխատանքի տեղն են առնչվում, որ ներդաշնակ լինեն, գարմոնիա։ Հա, հետաքրքիր է այդ թեման, շատ կարևոր թեմա է։ Աշխարհում два пола, ոնց է։ Երկու սեր։ Երկու սեր։ Սերեր։ Երկու սեր կա, կին տղամարդ եւ խաղաղություն չկա։ Երկու սեր։ Եվ ուզում եմ սկսեմ կանա։ Միշտ թե սկզբից տենց էլ եղել է։ Հա, միշտ է տենց եղել։ Այնպես չի որ ապրել են մի ձևի, հետո մեկը դարձել է երկուս։ Միշտ եղել է երկու ու միշտ չեն կարողանում իրար հասկանան, ինչի։ Դե կարող է դա լավ է, որ մենք զգանք կյանքը։ Հա։ Եվ նույն ժամանակ այդ չի հասկանալ իրար, ստեղծում է ստրեսներ, դեպրեսիաներ, եւ ճանապարհը այն աշխարհին արագանում է։ Ահա։ Անկամը տենց, հա։ Դե մետ ասում Свилаевов гроб. Ես ուզում եմ Есенин, я на русском скажу Есенин, на армянском не знаю как. Ուզում եմ սկսեմ կանայից, հա։ Բնորոշեք կանանց, բնորոշում եք, ախարակտերիզовать, հա։ Женщина это дыхание природы, красота и дух ее земной. То грустит она, как небо в непогоду, то светлее солнце в яркий зной. То есть мечечка. То грустит, то светлее. У нее как бы она не может быть в балансе почему-то. Если ей что-то не нравится, это Ира Мибандура Чигалис, уже Демков цуцаталис. Կամ ստրեսի մեջ է, կամ տխուր է, կամ մանիպուլյացիա է անում, որ ես նեղացած եմ, քեզ հետ չեմ խոսում, որ դու հասկանաս եւ փոխես քո մտածելակերպը կամ անես այն բանը, որ ինքն ուզում է։ Հետո որ դու անում ես, կնոջ համար ինքը ինչ ուզում է, она светлее солнца в яркий зной. Светится. Եվ ինչ վատա կանանց մեջ իրանք չեն սիրում վերջը։ Եթե ինքը ուրախ է, ինքը միշտ ստեղծում է, որ ինքը միշտ ուրախ լինի։ Բայց այդ մարդիկ շրջապատը չեն կարող ստեղծեն միջև վերջ այդ ուրախությունը, եւ այդ վերջին, որ գալիս է վերջը, ինքը լոմկվում է։ Դրա համար բիզնեսմեններ, ասեցիք լոմկվում։ Հա, բիզնեսմեններ տաճոկեցին եւ սկսել են հնարել սերիալներ։ 1000 սերիա, 2000 սերիա, ու լավ փող աշխատել կանայց միջոցով, որովհետեւ կինը միշտ սիրում է ռոմանտիկ եւ ոնց վերջացավ, նետո переживаний։ Ու ինքը ուզում է տենալ ոնց վերջացավ, իրականում դա չի վերջանում։ Չի վերջանում։ Հատուկ արած այնպես, որ չվերջանա։ Ու նեղ արանքում ռեկլամաները ու միլիարդներ բիզնես։ Բոլորը գոհ են։ Հիմա լավ, դոկտոր Միրզաբեկ, ախր ինչն է այդ ինչ հիմնական տարբերությունը տղամարդու կնոջ ձեր էպիգենետիկի այսպես կարծիքով ինչն է հիմնական տարբերությունը մեր ինչումն է։ Հիմնական տարբերությունը իհարկե предназначение, ոնց է հայերին։ Դե իրենց նախատրամադրվածությունը։ Նախատրամադրվածությունը, то есть կինը պետք է երեխուն, то есть աճացնի, հա։ Հա, մեծացնի իր սերունդը, երեխային, հա։ Հոգ տանի,
ապահովի, կերցնի։ Ոնց որ դա լինի իր այդ նպատակը։ Պատասխանատվությունը, դե առաջինը առանց հոգեբանությունը բնազդաբար սենց է։ Հա։ Իհարկե տղամարդը պետք է ստեղծի պահ, որ այդ երեխեքը կարան միշտ ապահոված լինեն, պաշտպանությունով, նախոտ ու տամբեգից մամանց սպանի բերի, մամանց սպանի բերի, որ համ շուբա լինի, դրա համար կնանը կեմիչով հիմա շուբա են սիրում, ինչու, որ հետով գենետիկ մնացել է այդ ինվորմացան, մաշկը մամանտի, այցի մաշկը, որ իրանք հակել են, որ չի մրսեն, դրա համար հիմա այդ գենետիկ սերը դեպի շուբան շատ է կանանց։ Դեպի մուշտակը։ Դոկտոր Միրզաբեկ, այսինքն այն ամենահին տարիներին արդեն կար բավականին լուրջ տենց բաժանում, ով ինչով է զբաղվում, այսինքն դա ոնց որ լիներ արդեն բնության օրենք։ Կինը զբաղվում էր երեխաներով օջախով, չէ, այն ժամանակ օջախը հենց օջախ էր։ Աչակբոլ, չէ, որը ինքը հետևում էր դրան։ Տղամարդը ավելի շատ զբաղված էր դրսի գործերով, որ ապահովի իրենց կենսագոյակցությունը, այդպես էր։ Իհարկե։ Ու տենց շատ երկար, այն ժամանակ եղել է իրական, իսկ տղամարդ իրական կին։ Հա։ Եվ նպատակ, խաղաղություն, ճիշտ է, զգացում քիչ է եղել։ Հա։ Նեոկորտեքսը գլավի, հա, այդքան զարգացած չի եղել, մտածելակերպը զարգացած չի եղել, եղել է պրոգրամա, ու էվոլյուցիայով 100 տարից հետո մի բան են սովորել, սրել, ավելի շատ բնազների վրա էր հիմնված, ու ամեն 100 տարի մի բան մարդը սովորել է, դրա համար ամենափոքր, самый маленький ум, самый молодой, это неокортекс, который научился думать, вот սկսել է մտածել։ Առաջ աշխատել է շատը բնազդաբար ումծելը, ռեպտիլն է հա, ռեպտիլոիդն է խելք։ Դուք այդ առաջին անգամ որ հանդիպեցինք, դուք մեզ դրա մասին պատմել էիք։ Զգացմունք, լիմբո, լիմբիչսկի։ Ու նեոկորտեքսը շատ մի 10,000 տարի է կարող է, որ մարդ սկսել է լոգիկայով ապրել։ Լավ, դոկտոր Միրզաբեկ, հիմա մենք չենք մտել փաստորեն հակասության մեջ։ Բնությունը ստեղծել էր դա, այդ բաժանումը, եւ դա հազարամյակներով այդպես գնաց, այս հիմիկվա այս վիճակը ինքը շատ կարճ է տևում պատմական մարդկության պատմության մասին, 100-200 տարին, ինչա որ չէ, որ շատ բան փոխվեց կինը, էլ պարտադիր չի, որ ինքը լինի այդ օջախի պահպանողը եւ երեխայի, չէ, ինքը ասում է, չեմ ուզում լինեմ տենց։ Հակասություն չի ստեղծվել արդյոք։ Հակասություն ստեղծվել է եւ կա գիպոթեզը, հա, գիպոթեզը։ Հա, այդպեսի ուրեմն տենց։ Որ 6000 տարի առաջ, մինչև 6000 տարի առաջ մատրիարխատ է եղել։ Հա։ Կինը որպես սուպերմարդ իրանց возможности հնարավորությունները տիրել, կինն է տիրել այն հնարավորությունները даже 100-300 անգամ շատ են կամ թե մեր եւ իրանք են ղեկավարել տղամարդկանց, որովհետեւ женщина ассоциировалась как земля, ասոցիացվել է հողի հետ, համ ծննդաբերումը, համ կերցնումը, համ ապահովումը, համ սերա տալիս, համ կյանք տալիս, եւ տղամարդիկ ենթարկվել են։ Եվ երևի եկել է մի մոմենտ, որ վաստանի է եղել, տղամարդիկ սկսել են, տղամարդիկ ապստամբել են եւ ասել են հերիք եղավ։ Հերիքը, հա։ Եվ այն կանայք, որ չեն համաձայնվել, փախել են անտառները, Ամազոնքի։ Եվ օգտագործել են նույնպես տղամարդկանց որպես ռաբոչի սիլա։ Ու կարող է դա վերադառնում, կարող է։ Եվ տղամարդիկ մի քիչ թուլացան։ Հարմոնային այն պատերազմները այնքան շատ են, որ տղամարդիկ թուլացան անդադ դեպրեսիայի մեջ լինելով։ Եթե դուք ուշադիր նայեք այն տղամարդիկ, որ միշտ լարված են, ջղայն են, իրանք ուժը տղամարդ չեն։ Իրանք սկսում է մեջին աշխատել կանացի հորմոններ, իստերիկ։ Իստերիկը, եթե թարգմանես հունական, մատկա։ Իստերիկ վիճակ։ То есть տղամարդիկ, որ ջղայնանում են կամ էմոցիոնալ են, հարցակվում են, գոռում են,
Նրանք այդ պահին ավելի շատ կին են։ Կանացի են դառնում, հա։ Ու ես ինչքան տեսնում եմ, շատ են տղամարդիկ դարել սենց։ Դու նորմալ տղամարդը ինքը ժպտում է պրոբլեմին, լոգիկա միացնում է ոնց դուրս գա այդ պրոբլեմից։ Ոչ վազգզում աստեղ կամ մեկի մեղադրում կամ ամաչացնում։ Դա ուժը կանացի մոմենտներ է սկսվել։ Եվ կինը դա տեսնելով կամ հիասթափվում է, կամ փախնում է։ Կամ էլ երևի համբերում է, որովհետև կանանց մեջ պատասխանատվությունը շատ է, ընտանիքը ապահովել։ Հա։ Դոկտոր Միրզաբեկ, շատ կարևոր տեղ կանգնեցինք, մենք հենց այդ տեղից է կշարունակենք, գովազդից հետո սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից հետո մենք կշարունակենք մեր զրույցը։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է կյանքի որակ կենտրոնի տնօրեն էպիգենետիկ Գյորգի Ավագյանը, դոկտոր Միրզաբեկ, խնդրում եմ ավարտեք ձեր միտքը, որը կիսատ մնաց գովազդի պատճառով։ Դե մենք ուժը հասել ենք երկար զրույցա կանանց մասին, ես կարամ տարիներով խոսամ, ու միջևերջ չես կարա հասնես, ասում գիտնականները 50 տարի փնտրել են ինչ է ուզում կինը, հետո որ գտել են, կինը հետո միտքը փոխեց։ То есть շատ հետաքրքիր մարդիկ են, իրանցից ես շատ եմ հիանում։ Եվ նույն ժամանակ զարմանում եմ այն տղամարդկանցից, որ իրանցից իջացնում են կանանց։ Պրինցիպի ես գիտեմ պատասխանը, եւ զարմանում եմ ինչի է ասենց շատ։ Դե իսկական նորմալ տղամարդը ինքը եթե ուզում է կռիվանի կամ ագրեսիան լիցկաթափվի, կգնա տղամարդու հետ լիցկաթափվի կամ կծեցի։ Բայց շատերը դուխ չունեն հայաթում կռիվանեն, գալիս են տուն, գիտեն որ կինը չի պատասխանի, երեխեքը չեն պատասխանի ու իրանց իջացնում է։ Ու մի քիչ լցնում իրանց էներգիայով, գիտե թե ինքը տղամարդ է։ Դոկտոր Միրզաբեկ, ազգային առանձնահատկություններ այդ ամեն ինչում գոյություն ունեն, թե ամեն տեղ էլ կինը կինա, տղամարդը տղամարդ է։ Դե գիտեք, բնազդաբար ազգային չէ։ Նայած ինչ սրեդա է, ինչ կուլտուրա է միացրած։ Եթե Եվրոպան նայենք, դեռ հավասարություն են ստեղծել, եւ նույն ժամանակ մի բանով տա լավ է, մի բանով վատ, որովհետեւ կինը եթե տեսնում է, որ ինքը անում է այն բաները, որ կարա տղամարդը անի, ինքը չի կարող ուժը հարգի է տղամարդուն։ Ու դրա համար գեյերը շատանում են Եվրոպայում։ Դրա համար են շատանում ձեր։ Գեյերը, հա, շատանում են, որովհետև մանկությունից երեխեն տեսնում է ու չի ճոկում ով է մեծը, ով է փոքրը, ով է տղամարդ, ով է կին, դրա համար իրանք էլ են sense մեծանում կիսատ։ Գիտեք, չէ, կա процентное соотношение мужчины и женщины։ Իդեալը 70-30։ 70 տղամարդ ես, 30 կին ես։ Այդ հարաբերությունը ինքը կատարյալին է։ Ну, վերցնենք Պուտինը, հա, 70-30, հա։ Վերցնենք դերասաններին։ Իրանք 60-40 են։ 60 տղամարդ, 40 կին։ Բժիշկները ինչ են։ Դե բժիշկները էլի տարբեր են։ Էլի տարբեր են։ Ու նույնը Անգելա Մերկել, դա կանացի վարիանտը։ Ինքը 60 կին է, 40 տղամարդ, բայց իդեալը պետք է լինի 70-30։ Կին իր դեպքում 70-ը կնոջ մոտ կին պետք է լինի 30 տղամարդ, հա։ Ու այդ պրոցենտի соотношение, եթե կա հավասարություն, փոխվում է։ Ու որ ասում են հայերեն լավ խոսք է, ղզիկ, հա, տղամարդ ղզիկ։ Լացկան, բողոք, բողոքող, բամբասող, կանաց ճինշող, որ սաղին մեղադրի, որ ինքը լավն է, ինքը ժերտվա է։ Բայց ժերտվան присуща женщинам։ Զոհի տեղ իրան դնելը ծերնատու է երբեմն, բացատրելու իր ծուլությունը, որ ինքը չուզեց ոչինչ անի, կասի ես մեղավոր չեմ, ես զոհ եմ, ես սրա զոհն եմ, նրա զոհն եմ եւ։ Բայց մեր կուլտուրայի մեջ զոհը միշտ ճիշտ է։ Դա է վնաս։ Ու զոհին ավելի շատ կպահպանեն, քան թե ուժեղ մարդուն։ Ճիշտ է, ուժեղի կասեն, դե գնա քո հարցը խոցի ինչ ես եկել ստեղ։ Զոհը մոդա է։ Լինել եւ հարմարավետ է։ Եկանք։ Դոկտոր Միրզաբեկ, լավ, մենք դրա վրա այդ ամեն ինչի վրա հնարավոր է ազդել։
օրինակ ասենք թե դուք տեսնում եք, որ տղամարդկանց մեջ տղամարդկությունը ավելի է պակասել, քան թե ասենք դա ցանկալի էր, իսկ կանայք ընդհակառակը ձեռք են բերել տղամարդու գծեր, որովհետև շատ ժամանակ իրենք են ստիպված հոգում իրենց խնդիրները, իրենց չունեն ուսը, որը իրենց կարող է։ Բայց դա փաստ է։ Հիմա ինչ-որ բան կարելի է անել, թե չէ։ Օրինակով ես կարամ ասեք իմ կլիենտներից վրա, դե մի հաճ շատ կնանեք գալիս են, որ ասում մենք ռոմանտիկա եղել միջև ամուսնանալը, տան ծաղիկներ, ես սիրահարվեցի, ես ասում եմ ստոպ, դու սիրահարվել ես, թե դու շնորհակալ ես եղել за внимание, ուշադրության։ Ասում եմ ստոպ արեց։ Ինքը չի ճոկել, սերը ինչա եւ շնորհակալությունը ուշադրության ինչա։ Առաջին սխալը։ Ուշադրությունը իր նկատմամբ ինքը դրել է սիրո տեղ։ Ջան, то есть ինքը շնորհակալ է եղել իրական։ Հետո ամուսնանել է, ամուսնացել է, տեսել է ամուսինը ոչինչ է։ Իրան նման հուզվող, իրան նման իրականում սենց չի գտել։ Բայց հայատում ինքը սենց է իրան ձևացնում, որ ինքը ուրիշ է։ Իհարկե մենք ուժը գտանք, որ ինքն է պատասխանատու, որ ամուսնացել է, ու ինքը այդ օրվանից սրազու հանգստացավ, որ գտել ենք տեղը։ Զանգ ընդունենք, դոկտոր Միրզաբեկ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Ղարաբաղից եմ ձեզ հանգստացում։ Արցախից։ Ուրեմն իմ մայրիկը 66 տարեկան է։ 2 տարի առաջ ինքը վատացավ է, մի անգամից հիվանդանոց եք տեղափոխել, պարզվել է որ իրան ճնշում էլ ունի, բարձրանում է ճնշումը եւ շաքա։ Բժիշկների ջանքերից հետո ոչ մի տարբերություն չկա։ Հետո ինքը անհատ մտավախություն ունի, վախերի մեջ է, ստրեսների մեջ է, որ հեսա մեր ընտանիքի, մեր հայ ազգի, մեր ինչ որ հարազատների մի վատ բան կնի, անընդհատ մտավախությունների մեջ է։ Ոչ մեկը չի կարողացել իր այդ հասկանալ թե դա ինչից է։ Անընդհատ ստրեսների տակ, բժիշկները եկել են եզրակացության, որ դա այդ հիվանդությունը թուլություններ ունի, գլխատպուր, գլխացավ։ Եկել են եզրակացության, որ ոչ թե ճնշումից է շաքարից, այլ մտավախությունից է, այդ վախերի ազդեցության տակ է այդ բոլորը անում։ Հիմա ճիշտ ասած մենք մի քանի անգամ լսել ենք դոկտոր Միրզաբեկին, բժիշկ Ավակյանին, ուզում ենք իր հետ կապենք ուղղակի տեսնանք ինչ կարելի անել, միգուցե բերենք իր մոտ, միգուցե կարելի է հեռուստատեսությամբ կամ Skype-ի միջոցով այդ բուժումները կատարել։ Շատ շնորհակալություն։ Հեռախոսահամարը մենք տալիս ենք, հեսա կլինի 80% Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը, ես աշխատում եմ Skype-ով։ Առաջինը, երկրորդը սեղ իմ կարծիքը, որ ինքը վերցրել է պատասխանատվություն սաղ ազգին, սաղ ցեղին իրան ուսերի վրա, բայց իրան անձը կամ եսը պատրաստ չի տանելու։ Դրա համար բողոքում է, ճնշումը ինչ է։ Ոչ մի ճնշում չես կարողանա դու բանանես, հսկողության տակ պահես, ուղես, ինչ տեղ ուզում ես տուր, եթե մարդը անվերջ լինի տագնապի մեջ։ Տագնապի մեջ։ Ինչու ինքը վախում է կորցնի ընտանիքը, կարող է ստրախ պատերած։ Վախում է որ պատերազմ սկսի էլի երեխեքը ջայել, երեխեքը կմեռնեն, որպես մայր ինքը վերցնում է պատասխանատվությունը։ Ու իրեն մոտ դա երևի հասել է որոշ չափով ֆոբիայի։ Դե իհարկե։ Այսինքն ոչ թե բոլորս էլ իհարկե հետևանքն է, ֆոբիան հետևանքն է։ Մեր բոլորիս մոտ դոկտոր Միրզաբեկ, այդպիսի մտքեր լինում են։ Մենք մտածում ենք, որ մենք պատերազմային վիճակում ենք գտնվում, ես վերջերս դա ապացուցվեց, բոլորս տեսանք եւ չկա մարդ, որը այնքան անհոգ է, ասում է, չէ, լավ ամիտ, չէ, բոլորս էլ մտածում ենք, բայց երբեմն դա հասնում է, սրվում է եւ դառնում է ոնց որ կպչուն միտք։ Կպչունը միտքը գալիս է ինչից, որ մարդը чрезмерная ответственность несет за себя։ Ու ես շատ ճանաչում եմ այս մարդկանց, որ տելևիզորով նայում են կամ սերիալները նայում են ու թաղեմ սրան, թաղեմ նրան, то есть они хотят решить խաղաղություն чужой семьи, но за счет себя, за счет нашей энергии, то есть մեր էներգիայի միջոցով ուզում են խաղաղություն ստեղծեն ուրիշների։ Իհարկե դու ինչքան կարաս ձգես այդքան, եւ քո բենզինը բրծնում է կյանքին, էներգիան բրծնում է եւ մարմինը սկսում է բողոքել։ Ճնշումով, ցավերով, Մոլդովա կյանքդ փոխի, հերիքա։
Այ ասեք դոկտոր Միրզավեկ, նման վիճակներում դուք ինչ եք անում, դուք ինչպես եք աշխատում այդ պատասխանատվությունը հանում եմ այդ մարդուց հետ մարդու մեջ պետք է հանեմ պատասխանատվություն, որ հանվի պատասխանատվություն, ու ինքը իրականությունը հասկանա, որ Աստվածն է ստեղծել այդ պահերը, ու ինքը իրավունք չունի խառնվի Աստծո գործերի մեջ, ու ինքը ոչ բուժվում է, ինքը դառնում է նորմալ մարդ։ Ես չեմ բուժում, ես վերականգնեցնում եմ այդ մարդու այն վիճակին, որ ինքը պետք է լինի։ Ու եթե մի հատ դեպք կա, որ դա եկել է, ասում է 20 տարի առաջ մի հատ բան ա եղել, որ ես սխալվել եմ, ու ես որոշել եմ, որ ես պատասխանատու պետք է լինեմ, միջով դա անեմ, դա 40 րոպե ժամանակ է, որ Եվրոպայում անում են մին տարի, մին դեպքը հանել։ Հա, հեքիաթային է, որովհետև Եվրոպային բուժում եմ, ես էլ հանում եմ պատճառ։ Եվ խոտը ինչքան հարես, մեկը աճելու է, չէ, բուժման կտա է, բայց ես հանում եմ սերմը, սերմը, սերմն էլ պատճառն է, կարող է դա ցեղային լինի, կամ կարող է մանկությունից լինի, ու ամեն ստրեսից մեջ մարդը որոշում է կայացնում, կամ երթում, ու այդ երթումը պահում է այդ ստրեսը, այդ երթումը անջատում ես, ստրեսը դուրս է գալիս։ Դոկտոր Միրզավեկ, մենք մի անգամ էլ գնանք գովազդի, սիրելի բարեկամներ, մի հարց ունեմ ես դոկտոր Միրզավեկին, որը պահել եմ 3-րդ մասի համար, իսկ դուք արդեն զանգահարեք, հարցեր տվեք գովազդից հետո։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, սիրելի բարեկամներ, մենք ունենք զանգ, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը ու ասեմ, որ շատ սիրում եմ ձեզ եւ ձեր հաղորդումը։ Շնորհակալություն։ Մի հարց կարելի է։ Իհարկե։ Նախ ես ուզում եմ ասեմ, մի 7 ամիս ա ունեմ անոթային խնդիրներ, ճիշտն ասած բուժվում եմ ու ոչ մի օգուտ չեմ զգում։ Կարելի ասել ավելի վատ եմ։ Ինձ մոտ կան կպչուն մտքեր, շատ անհանգիստ տագնապի վիճակում եմ անընդհատ, նույնիսկ պահալինում ինձ թվում է հեսա կգժվեմ, չգիտեմ ինչա կատարվում ինձ հետ։ Ես շատ կուզենայի խորհուրդ հարցնել, թե ինչ կարելի է անել, ում մոտ կարելի է բուժվել։ Ոչ մեկի մոտ չեմ կարողանում մոտենալ, որ նորմալ բուժում ստանամ։ Շնորհակալություն։ Սիրելի տիկին, ես այսպես կասեմ, դոկտոր Միրզաբեկը բժիշկ չի։ Դրա համար ասել, որ ինքը ճնշում կբուժի ես ինչ-որ բան բժշկական մոտեցումներով, ես չեմ ասի, բայց տեսեք, դոկտոր Միրզաբեկը դա այնտեղն է գրավում մեր այս ամբողջ process-ում, մեր հասարակության թեկուզ բուժման մեջ, երբ որ նա փոխում է մարդու դիրքորոշումը ինչ-որ մի խնդրի նկատմամբ։ Այ ես ուզում եի ասեի ձեզ, դոկտոր Միրզաբեկ, որ ինչքան հետաքրքիր է, որ երբ որ ես ձեզ հետ հանդիպում եմ, այ հենց թեկուզ որ նստած խոսում ենք, չէ, ես մեկ էլ սկսում եմ զգալ, որ ես ոնց որ ինձ զգում եմ ավելի պաշտպանված, ոնց որ դուք ունենաք ինչ-որ մի ազդեցություն, որ ինձ մոտ առաջանում է այսպիսի գաղափար, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել, ամեն ինչ կարա լավ լինի, հուսահատվել պետք չի, հուսահատվել պետք չի, և ինձ թվում է, որ մեր տիկնոջը գիտեք մենք ինչ խորհուրդ տանք, տիկին դուք զանգահարեք հաղորդումից հետո դոկտոր Միրզաբեկին հեռախոսի համարով, ինքը կզբաղվի ձեր այդ պահով, այդ կմփչուն մտքերով, և որտեղ ոչ բաներ կա, որ բժիշկները չեն կարող վերացնել, բժիշկները սիրում են ավելի ճշգրիտություն, ճնշում դեղ, նյարդայինություն հանգստացնող, դրանից ավել բժիշկը չի գնում որպես օրենք, բայց ասենք կա դոկտոր Միրզաբեկ, դուք ինչ կանեիք օրինակ։ Գտնենք պատճառը։ Պատճառ պետք է գտնենք։ Անոթները ինչ է, անոթները проводник крови, да? Я правильно? Сосуды. Сосуды. А кровь это жизнь. То есть проводник жизни находится в плачевном состоянии. То есть у этого человека ինչ-որ մի բան, որը որ խանգարում է արյան հոսքին։ Չի եղել поддержка մանկությունից։ Ինքը միշտ իրան մինակ ազգացել։ Միգուցե։ Եվ անոթները ինչքան հիշում եմ, հարցեր եմ տալիս, շատ մինակության հետ է կապված։ Եվ կամ դավաճանության հետ, որ ինքը մնացել է անճար, դա, անճար։ Դե ինչ որտեղ չի ունեցել հենարան։ Չի ունեցել մարդը հենարան։ Եվ ինքը միշտ ուզել է կյանքը ուղղեցնի, չի ստացվել ու այդ տուրբեն, որ խողովակը։ Դոկտոր Միրզաբեկ, կան էլի մեր հայրենակիցները, որոնք նման էպիգենետիկայի հարցերով զբաղվում են եւ որոնց անունը հայտնի է, հայտնի մի հատ կա Կոնստանտին Դավլատով,
ինքը կանդիդատ պսիխոլոգических наук եւ նույն ժամանակ համ բիոքիմիայով զբաղվում, բիոֆիզիկա, կվանտովի պսիխոլոգիայով զբաղվում։ То есть ասարցի։ Եվ ինքը հնարել է շատ տեխնիկաներ, որտեղ դաժե ես եմ սովորել իր մոտ 2013 թվականին սովորել եմ իր մոտ։ Ու շատ գող եմ իրան տված դասերին։ Եվ ամսի 29-ին հուլիսին ինքը գալու է Երևան։ Իրան կնոջի հետ Էլմիրա Սաֆիուլենայի հետ։ Դասընթացներին։ Դա շատ հետաքրքիրելն է, կարան կապնվենք ու հետագրվենք, իրան մոտ սովորեն այդ տեխնիկաներին, ինքը ավելի մաչելի կբացատրի, կսովորացնի ինչա ոնց է, ինչից է գալիս։ Ճիշտ է ռուսերեն, բայց ռուսերեն այնքան։ Եվ կա Աննա Գաբրիելյան։ Ձեզ ոնց ենք սովորացնում։ Իրան եք սովորացնում։ Ու դա ստեղծում է Աննա Գաբրիելյան, մի հատ одноклассница է, միասին ենք սովորել իր հետ։ Շատ հետաքրքիր կին է, ու ինքը անցել է էլի ամեն պրակտիկաներ, որ գոնե ինքը իրան կյանքի որակը բարձրացնի, եւ հիմա զգում եմ, որ շատ բաներ է հասել Աննա Գաբրիելյանը։ Շատ հետաքրքիր մարդ է։ Ու մնացած հայերին ճիշտ ասած չեմ ճանաչում, ով մոտիկա այդ գիտության։ Լավ, դոկտոր Միրզաբեկ, վերադառնանք մեր կին տղամարդ հարաբերությունների եւ ներդաշնակության հասնելու եւ ձեզ ասեմ սենց մի բան։ Ես մի քիչ ավելի պրագմատիկ անձնավորություն եմ, ասենք այսքան չեմ խորանում ես այդ պատմության մեջ եւ այլն, բայց շատ հասարակ բան եմ նկատել։ Բոլոր ընտանիքներում, որտեղ կինը ունի լավ աշխատանք եւ բավականին գումար կարողանում աշխատի, երբեք այդպիսի ընտանիքում ես չեմ տեսել, որ կինը իրեն զգա զոհ, որ ինքը թույլ տա, որ ամուսինը նստի ոչինչ չանի ու իրանով ղեկավարի, ասի այսպես, նա ունի իր խոսքը ընտանիքում, իր խոսքը լսում են եւ միգուցե дրա մեջ է ամբողջ բանը, դոկտոր, մի հատ ասեք էլի, միգուցե դա է։ Դե իհարկե կինը ինչ է ուզում, ապահովություն։ Она ищет самца։ Да? Даже որ կենթաները իրար մեջ կռիվ են անում, որ այդ սամկային գրավեն։ Որովհետև սամկան իրական տայ է սպասում, ով ուժեղա, потомство будет сильное, չէ։ Շարունակություն ուժեղ դա իրանք եթե բնազդաբար։ Ինքը, կամ ստիպողական ամուսնացել, կամ благодарность за любовь ամուսնացել է առանց երախտապարտություն սիրո համար։ Կամ փախել ընտանիքից ամուսնացել է, որ էլ չտեսնի այդ կռիվները տունը, կամ որ տանը չի մնա ամուսնացել է, իհարկե իրանք ուժը ոչ ապահովության մասին են մտածում, ոնց չգտնվեն այն անցյալ վիճակում։ Ուստեղ ուժը на безрыбье рак рыба։ Իրանք ուժը վերցնում են ինչի досталось։ Ուսես բան կազմա, стадо диких зверей, Ոհմակը, վայրերի կենթանիների ոհմակը։ Առաջին գնացողը, հետաքրքրվողը сочная трава достается, չէ։ Средняя золотая середина։ Լավ որակյալ խոտը հասնում է նրան, ով դեմից է գնում։ Средний գնացողը հասնում է մի քիչ խոտ եւ թրիկ առաջի գնալուց։ Կակաշկիտ։ Ճիշտ է։ Հետևին գնացողը, ինչ կասեն, ինչ կմտածեն, չգիտեմ, ես իմ հետևի գնացողները։ Իրան բարձա ինչա հասնում, չասենք ինչ։ Իրան հասնում է թրիկ։ Ճիշտ է։ Եվ իհարկե իրանք են պատասխանատու։ Բայց առաջինը դառնալու համար նա պետքա բրդբրթելով, ինքը պետքա պայքար, որ խոսքը եթե կենթանու մասին է, իր մոտ լուծվում է դա ուժով միայն։ Կենթանու մոտ ուրիշ տարբերակ չկա ուժով։ Մարդու մոտ իհարկե արդեն փոխվել է, ինքը պետքա իր ինտելեկտով, իր հնարքներով, իր կրթվածությամբ, ճիշտ է, իր մասնագիտությամբ պետք է հասնի, որը շատ երկար տարիների արդյունք է, շատ երկար։ Այ ասենք տեսեք, մի հատ զանգը ընդունենք, հետո շարունակենք, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Կներեք, ես մի հարց ունեմ, ուրեմն ես մի 4-5 տարի առաջ լուրջ խնդիրներ ունեցա, հոգեբանական, այսպես ասեմ։ Մենակ մնալու վախեր, անդադար մտածում էի, որ կմահանամ, մեջ հասարակության մեջ չէի կարում, այսինքն եթե շատ հասարակական տրանսպորտ չէի կարում նստել, եթե լիքներ այդ հասարակական տրանսպորտը։ Դրանից հետո ունեցա առողջական խնդիրներ, այսինքն երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ, որից հետո
այլևս այսինքն էլ չեմ կարող տնից դուրս գամ, ինչ որ մեկի օգնությունը պարտադիր է։ Մենակ չեմ կարող տանը մնամ պարտադիր ինչ որ մեկը պիտի լինի մոտս։ Դիմեցի տարբեր մասնագետների հոգեբանի, անտիդեպրեսանտներ նշանակեցին մեծ քանակությամբ։ Это уже հասկացա։ Ստեղ միացված է բնազդ ուժեղին հենվելու։ Որ երեխուն մամայից կտրում ես, ինքը բռնում է երեխուց։ Իրան երևի մենակություն շատ է էլի զգացել, որ մամայից է կտրվել կամ պազերշկա չի ստացել, կամ հերը ուրիշի պատճառով իրան ածեցել։ Դա ահա որ Հայաստանում ես տեսել եմ հարևանը որ լավ զգա, իրանք ծեծում են իրանց երեխեքին։ Դաժի եթե երեխեն ճիշտ է։ Դա իրանց թվում է դաստիարակում է։ Բայց իրականում երեխու համար պապան ուժը տիկունքը չկա։ Ու ինքը միշտ մենակություն ազգում, որովհետև հարազատ մարդը իրան հայրը այդ պահին դավաճանեց, չէ՞։ Ինքը զգում է իրան դավաճանեց։ Դավաճանեց, ու սաղ կյանք այդ աբինան մնում է, ու ինքը փնտրում է մեկին հենվելու վրա։ Ու չի ճոկում, որ ինքը այդ ժամանակ ինչքան շատ է փնտրում, այնքան ուրիշները շատ են հեռանում։ Խորհուրդ տանք հեռուստադիտողին ձեզ զանգահարի հաղորդումից հետո միգուցե արդեն անձնական խոսելուց կարևորը անկեղծ պատասխան է։ Մի երկու հարց կտակ, արդեն ձեզ բարձր շատ ակուտակված դեպքեր, вообще любой проблема ունի մի 40-50 հատ դեպք, որ բերում է մի հատ կուտակված հիվանդություն։ Ինչ կարող ենք անել հարաբերությունները ներդաշնակ դարձնելու։ Այդ տեսեք, դուք ասում եք, որ այսպես կենդանիների մոտ ամեն ինչ պարզ է։ Մարդկանց մոտ ինչ ավելի բարդ է։ Մենք ունենք մեծահասակի, որի անցյալը հետ չես բերի։ Օրինակ, դպրոցում վատ է սովորել։ Արդեն բաց թողեց, չէ՞, դպրոցը բաց թողեց, էլ չի կարա գնա նորից։ Մի կերպ ենթադրենք վերցում ենք ավելի լավ տարբերակ, որ ինքը ընդունվել է ինչ-որ միտեղ, որպես վուզ, որ այդտեղ դիպլոմ ստանա։ Էդ էլ է տենց իմիջայլոց անցկացրել։ Գիտելիք չունի, մասնագիտություն առանձնապես չունի, մեծահասակ է։ Ինչ անենք իր հետ մենք։ Մենք իր հետ ինչ անենք։ Դա իրան ընտրություն։ Հայ ընտրությունը որն է, այդ մարդը դժգոհ կանգնած է։ Այ հիմա դժգոհ կանգնած է, իր կնոջից էլ է դժգոհ։ Ասում է, չէ, էսի լավ։ Եթե այդ մարդը ինչ անենք իր հետ։ Իր հետ ոչ մի բան չի կարելի անել, միջև ինքը չի ուզի գա կյանքը փոխի, որովհետև ուշը չի լում։ Չէ։ Ես գիտեմ մարդկանց 86 տարեկան գնացել է համալսարան ընդունվել։ Հա։ Ասում եմ, ես ուզում եմ մաթեմատիկոս դառնալ։ Հարգում եմ այդ մարդը։ Մենակ այդ, որ ինքը իհարկե չի դառնա ոչ մի մաթեմատիկոս, բայց եթե ինքը արդեն տնից դուրս եկավ, գնաց ինչ-որ մի բան սովորելու, դա արդեն մեծ բան է, ճիշտ է։ Ու մի 10 տարի կավելանա կյանքի։ Հա, այդ գովազդի ընդհատվենք, կարճ ու հետո կայդեք հետ կգանք։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, տաղավարում է դոկտոր Միրզաբեկը եւ մենք զանգուն ենք, լսում ենք։ Բարև ձեզ։ Ես մի այսպիսի հարց ունեի, ինձ մոտ հաճախակի կրկնվում է դեժավյու երևույթը, կուզենայի դրա բացատրությունը հասկանայի եւ հաճախակի ունենում եմ մեղքի զգացում։ Ինքը շատ զգացմունքային մարդ եմ, ուզեի հասկանայի դրա հիմքը, էլ ես չեմ կարողam հասկանալ։ Տիկին մի հարց տամ, բայց ձեզ հենց թվում է, որ այդքան էլ տեղին չի դա, հա։ Այո, ես կարող շատ լավ գործ անեմ, կամ ինձ այդ բանը դրական վիճակ ստեղծի, հետո մեղքի զգացում ունենամ, ոչ թե վատ բանից, թեկուզ լավ բանից։ Ուղղակի ես չեմ հասկանում, դա իրոք գենետիկորեն եկող բան է, որտեղ ծնողներս էլ շատ զգացմունքային մարդիկ են, ինչպես որ ես։ Եղավ, դոկտոր Միրզաբեկ, դա ոնց է կոչվում, այ ինչ Դեժավյու։ Դեժավյուն ու որ ինքը իրան մեղավոր է զգում, ավելորդ չափով։ Ճիշտ է, լավ բան է մեղավոր զգալը, եթե վատ բան է արել, բայց եթե չի արել մարդը։ Մեղավոր զգալը շատ վատ բան է։ Հա։ Կա կուլտուրա поведения։ Հա, մշակույթ, վարքագծի մշակույթ, որ ահա, այդ որ ես տաղարեցի, մյուս անգամ չեմ անի։ Բայց որ ինքը իրան կրծում է դրա համար, որովհետև դա նշանակում է մանկությունից շատ են մեղադրել։ Մեղադրելը ինչ է, մանիպուլյացիա է։ Դու ես մեղավոր։ Դու սենց ես, դու նենց ես։ Ծնողը գիտե, որ դրանով ինքը կփոխվի։ Չէ, ինքը միշտ ապրելու է սենց, որ միշտ մեղավոր լինի։ Հա։ Ծնողը չի ճոկում, որ կոդավորում է իրան ապագան կոտրում է երեխուն։ Ամոթ մեղավոր, կճարդեմ գլուխդ,
եթե նույն մի հատ էլ երկու ստանաս, տունը չգաս, ու հետո 18 տարեկաների խեն համասարանում չի կարացալ էկզամեն հանձնի, ինֆարկտ ստացել մեռել, նույն օրը։ Հետո ես իմացա, որ դաժան ծնողներ ունեի, եթե վատես սովորեմ, երկու ստանաս կսպանեմ, կմեռնեմ, կսպանացնեմ, կսես կճարդեմ։ Это очень глупо. Страшное воспитание. Но այդ ծնողները մեղավոր չեն, որ հետո իրանցել են սենց։ Դոկտոր Միրզավեկ, շատ քիչ է ժամանակը մնացել։ Պարզ է, որ դուք զբաղվում եք այս գործունեությամբ, դա շատ պետք է, կարևոր է, անհերկելի է դա, եւ որոշ ըստ երևույթին վարձատրություն դրա համար տեղի ունի, որը դուք ձեր վարձատրությունն է, բայց դուք այդ կետվեց սովորացնում եք, ասում եք, որ այսպես որ լնես քո բիզնեսը լավ կգնա եւ այլն, ձեր կյանքում դուք օգտագործում եք ինչ որ այդ բաները, որ ինչ որ բիզնեսներ լինեն։ Հա, իհարկե, դե ես ինչ աշխատում եմ, ես չեմ կարծում, որ դրանով կարելի է հարստանալ։ Իհարկե, Քրկորյանի խոսքերն եմ հիշում, ասում եմ, մատ որ շատ է աշխատում, իրան ժամանակ չունի փող աշխատել։ Դրա համար ինքը ընդեղ է փայ ունեցել, այս ընդեղ է փայ ունեցել, սա աշխատում փայ ունեցել։ Բաժնետեր է եղել։ Ինտես կամ կես տոկուս։ Դուք եք բաժնետեր։ Հա, ընդեղից բան է։ Ես եմ Skyway Invest Group կա, ասենց RSV, ես ընդեղ եմ փող դնում, ու կա ուրիշ բիզնեսներ, որ դնում եմ փող։ Սովորացրեք ինձ, ես էլ միտեղ մի բան դնեմ, դոկտոր Միրզավեկ։ То есть 10% եկամուտից ինչը не жалко потерять։ Հա։ Մեկը գնալու ես ռեստորանը, մեկին պատիվ տաս, ավելի լավ չի $100 դնես, փայ վերցնես։ Ու սաղ կյանքը ինչքան իրանք աշխատեն, սաղ կյանքը աշխատավարձ ունես։ Ու այդ ոնց Google-ը, եթե $100 դնեի 2000 թիվումը Google-ին, հիմա $16 միլիոն կլինեի։ Ձեքիդ։ Ես էլ այն ժամանակ չեմ ֆայմել, չեմ հավատել։ Ձեզ հանգստացն է, մեծամասնությունը չի ֆայմել։ Հա, հիմա այդ Skyway-ը որ եկավ, Skyway Group, այդ վысокотехнологический տրանսպորտ, Facebook-ում կա իմ բանում։ Դոկտոր Միրզավեկ, ժամանակ չմնաց, դուք ներշնչում եք ուրեմն վստահություն մարդու մեջ, պաշտպանվածություն։ Այդ էր ամենակարևորը մեր հաղորդման։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն, ստեսյուն, մի հիվանդացեք։